Բարև ձեզ, այժմ մենք գտնվում ենք Արագածոտնի մարզի աշտարակ խոշորացված համայնքի Փարպի գյուղում։ Ուզեմ ներկայացնեմ ձեզ Փարպիում հիմնանորոգված ասֆալտապատված նոր ճանապարհներ է։ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում սուբվենցիան իրականացվում է կառավարություն համայնք փոխգործակցությամբ շուրջ աշտարակի 27 բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման խոշոր մեծ ծրագրեր։ Ծրագրի ընդհանուր արժեքը 3.2 միլիարդ դրամ է։ Միայն Փարպի գյուղում հիմնանորոգվել են 4 ճանապարհներ։ Ճանապարհների նորոգման զուգահեռ նաև ջրահեռացման համակարգեր են տեղադրվել։ Դուք տեսնում եք այս ճանապարհը ինչ որակով գեղեցիկ կահավորված եւ գծանշված որակով ճանապարհ է ստացվել եւ մեր բնակիչները արդեն կարող են երթևեկել այսպիսի գերազանց որակով ճանապարհներով։ Ուզում եմ նշել, որ այս ծրագրով աշտարակ խոշորացված համայնքի 27 բնակավայրերում այսպիսի ասֆալտապատման խոշոր ծրագրեր են իրականացում։ Միայն Փարպիում ես նշեցի, որ 4 այսպիսի փողոցներ են հիմնանորոգվել, ասֆալտապատվել։ Չափազանց կարևոր է, որ այս մեր փողոցները լինեն նորոգված, ասֆալտապատված, որովհետև բնակիչները կարողանում են երթևեկել արդեն որակյալ ճանապարհներով, մեքենաները չեն ջարդվում, չեն փչանում եւ սա ուղիղ կյանքի որակը բարձրացնում է մեր բնակիչների, ինչը շատ կարեւոր է։ Այժմ մենք գտնվում ենք Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրում։ Ուզում եմ ներկայացնել 24 թվականին Ուջանում սուբվենցիոն ծրագրերով մի շարք աշխատանքներ են իրականացվել համայնք կառավարություն փոխգործակցության շնորհիվ կոնկրետ այս ծրագրով Ուջանում 2 ճանապարհ ասֆալտապատվել է, հիմնովին նորոգվել է եւ զուգահեռ նաեւ ջրահեռացման համակարգեր են տեղադրվել։ Ընդհանուր կառուցվել է 1.3 կիլոմետր ճանապարհ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Ընդհանուր ծրագիրը մեծ ծրագիր է ասֆալտապատման, իրականացվել է աշտարակ խոշորացված համայնքի 27 բնակավայրում, կոնկրետ Ուջանում ես արդեն նշեցի, որ 2 ճանապարհ է ասֆալտապատվել, հիմնանորոգվել։ Այս ճանապարհների հիմնանորոգումը եւ նորոգումը շարունակական բնույթ է եւ յուրաքանչյուր տարի ներկայացվում է համայնքի կողմից եւ համայնք կառավարության փոխգործակցությամբ սուբվենցիոն ծրագրերով ճանապարհները շարունակական նորոգվում, կառուցվում են։ Չափազանց կարեւոր է նոր ճանապարհների կառուցումը եւ ասֆալտապատումը, որովհետեւ բացի նրանից, որ իրենք տնտեսական էֆեկտ են ունենում եւ բնակիչների կյանքի որակն են բարձրացնում, նաև ուժեղացնում են բնակավայրը, համայնքը եւ նաև մարզը ամբողջովին։ Ինչքան կարևոր, ինչքան զարգացած ենթակառուցվածքներ ունենան մեր բնակավայրը, այնքան ուժեղ ու զարգացած համայնք ունենան եւ զարգացած եւ ուժեղ մարզ կունենան։ Նորից շարունակում ենք Ալմավիրի մարզի Փարաքար համայնքից։ Այժմ գտնվում ենք Փարաքար գյուղի կառուցվող մարզադպրոցի տարածքում։ Նախկինում մարզադպրոց, մենք ունենք մարզադպրոց, որ շենքն է իր շենքային պայմաններով չի բավարարում համայնքային սպորտի զարգացմանը։ Կառավարության կողմից համայնքի հետ համատեղ ստեղծում ենք նոր մարզադպրոց, որտեղ կզարգացնենք հիմնականում օլիմպիական սպորտաձևերը։ Սա եւս մեկ կրթական ծրագիր է, սա եւս մեկ անգամ երեխաների փողոցից կտրել դաստիարակելու միջոց է։ Առողջ ծերունդ կրթելու, գիտակից ծերունդ կրթելու հնարավորություն է եւս մեկ անգամ։ Ինչպես նշեցի, սա մեր մարզադպրոցն է կառուցվող։ Սա եւս մեկ ապացույց է, որ պետությունը կրթությանը ուշադրություն է դարձնում։ Եթե ուզում ենք ունենալ հզոր տնտեսություն, հզոր բանակ, հզոր հասարակություն, կիրթ հասարակություն, պետք է զարգացնենք կրթության բոլոր ոլորտները, լինի մշակութային, սպորտային, թե հանրակրթական։ Վերջին տարիներին արդեն հարյուրավոր կրթօջախներից մեկը նորից կառուցվում է մեր համայնքում, Փարաքարում։ Կառավարությունն ամեն ինչ անում է կրթությունը զարգացնելու համար։ Այժմ մենք գտնվում ենք Արագածոտնի մարզի աշտարակ խոշորացված համայնքի Ուջան բնակավայրում։ Վերջի տարիներին Ուջան բնակավայրում սուբվենցիոն ծրագրերով մի շարք ենթակառուցվածքներ են նորոգվել, հիմնանորոգվել եւ հիմնվել։ Այժմ ուզում եմ ներկայացնեմ 24 թվականի կառավարություն համայնք սուբվենցիոն ծրագրով իրականացված գազաֆիկացման աշխատանքները։ Ընդհանուր աշտարակ խոշորացված համայնքի մի քանի բնակավայրերում այս ծրագրով գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվել, կոնկրետ Ուջան բնակավայրում 4 փողոցներում շուրջ 790 մետր գազի գիծ է անցկացվել եւ գազաֆիկացվել են փողոցներ, որոնք մինչ այդ գազաֆիկացված չեն եղել։
ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 50 միլիոն դրամ է։ Շատ կարևոր է նաև գազաֆիկացումը մեր բոլոր բնակավայրերում, համայնքներում եւ կարևոր է որ յուրաքանչյուր բնակիչ իր տանը ունենա բնական գազ եւ օգտագործի եւ դա ուղիղ իր կյանքի որակն է բարձրացնում եւ կառավարությունը համայնքը մարզպետարանը ուշադրություն է դարձնում այս խնդրի լուծելուն եւ ամեն տարի տարբեր բնակավայրում տարբեր փողոցներ գազաֆիկացում որոնք որ մինչ այդ գազաֆիկացված չեն եղել եւ շատ կարեւոր է նաեւ կլիմայի փոփոխության առումով մեր պետությունը քիչ անտառներ կհատվեն եթե մենք ունենանք բոլոր բնակավայրում գազ եւ մեր բնակիչները օգտվեն ապա վառելիքը եւ փայտը եւ անտառները չեն հատվի անխնա եւ սա մեզ կօգնի կլիմայի առումով եւ մենք ավելի լավ վիճակում կգտնենք քան այժմ։ Այժմ մենք գտնվում ենք Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի Մաշճանի անվան հիմնական դպրոցում։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել դպրոցի մարզադահլիճը, որը հիմնանորոգվել է եւ ամբողջությամբ կահավորվել է պետական բյուջեի միջոցներով շուրջ 12 միլիոն դրամ է ծախսվել այս աշխատանքները իրականություն դարձնելու համար։ Այժմ ինչպես տեսնում եք մարզադահլիճը ամբողջությամբ հիմնանորոգվել է, կահավորվել է եւ ունի մի այլ տեսք, մինչ այս ուներ խիստ նորոգման կարիք, ամբողջությամբ հատակը փայտից էր, տեղ-տեղ կոտրված, փտած, այժմ անցկացվել է ամբողջությամբ վինիլային հատակ, վինիլային հատակը ավելի դիմացկուն է եւ հիմա այստեղ երեխաները կարողանում են իրենց մարզումները եւ ֆիզիկական կուլտուրայի իրենց դասերը ավելի պատշաճ իրականացնել, ինչը չափազանց կարեւոր է։ Կարեւոր է որ մեր մարզի բոլոր դպրոցները ունենան այսպիսի կառավարված, հիմնանորոգված մարզադահլիճներ եւ մարզային իշխանությունները մարզպետի գլխավորությամբ եւ կառավարությունը ամեն ինչ անում են, որպեսզի մեր բոլոր դպրոցները հատիկ առ հատիկ այսպիսի մարզադահլիճներ ունենան նորոգված, ինչպես ասում են, որ առողջ մարմնում առողջ հոգի է լինում եւ մենք վստահ ենք, որ մեր բոլոր դպրոցները առաջիկայում կունենան այսպիսի գեղեցիկ կառավարված եւ հիմնանորոգված մարզադահլիճներ։ Այժմ մենք գտնվում ենք Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի Մաշճանի անվան հիմնական դպրոցում։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ Մաշճանի անվան հիմնական դպրոցում եւս հիմնվել է նախակրթարան ԿԳՄՍ նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի եւ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համատեղ աշխատանքի, համատեղ ջանքերի շնորհիվ այստեղ եւս հիմնվել է գեղեցիկ նախակրթարան։ Ընդհանուր մարզում հիմնվել է 8 նախակրթարան, ծրագրի ընդհանուր արժեքը 73 միլիոն է, որի 25 միլիոն դրամը հատկացվել են համայնքների կողմից։ Այստեղ մեկ խումբ է գործում 15 երեխա, շատ կարևոր է, որ մեր համայնքներում բնակավայրում ունենանք այսպիսի նախակրթարաններ ամբողջությամբ վերանորոգված, կահավորված, այստեղ երեխաները սերտում են նախարարության կողմից ներդրված համապատասխան նախադպրոցական ուսումնական ծրագիրը եւ ինչու՞ չէ նաեւ օգտվում են տաք սնունդ ծրագիր։ Այժմ մենք գտնվում ենք Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Ուշիի Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ուզում եմ ձեզ ներկայացնել դպրոցի մարզադահլիճը, որը ամբողջությամբ հիմնանորոգվել է, կահավորվել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ, շուրջ 12 միլիոն դրամ է հատկացվել այդ աշխատանքների իրականացման համար։ Նախկինում այս դահլիճները դպրոցների չէին հիմնանորոգվում, չէին նորոգվում եւ պատճառաբանությունը բերվում է, որ գումար չկա, ի պատիվ ներկայիս կառավարության գումարի հարցը լուծված է եւ մեր մեծ թվով դպրոցներ այժմ վերանորոգվում են, դահլիճները եւ մարզադահլիճները նորոգվում են։ Այժմ ես ուզում եմ նշեմ, որ Արագածոտնի մարզի 26 դպրոցներ կառավարության 21-26 թվականի ծրագրով կառուցվում, վերակառուցվում եւ հիմնանորոգվում են եւ եւս 9 դպրոցներ
շուտով առաջիկայում կմիանան այդ 26 դպրոցների ցանկին, արդեն շրջանառվում է կառավարության որոշման նախագիծ եւ առաջիկայում մենք կարծում եմ, որ ականատես կլինենք դպրոցի մնացած բոլոր հատվածների վերանորոգման աշխատանքներին եւ ամբողջությամբ դպրոցը կհիմնանորոգվի եւ եւս այս լավ լուրը կուզենայի հայտնել մեր դպրոցի աշակերտներին, ուսուցչական անձնակազմին եւ բոլոր շահառուներին։ Այժմ մենք գտնվում ենք Արագածոտնի մարզի Աբանի խոշորացված համայնքում Ափնա բնակավայրի միջնակարգ դպրոցում ուզում ձեզ ներկայացնեմ այս դպրոցում իրականացված աշխատանքները կառավարության հրատապ ծրագրերի շրջանակում դպրոցի մարզադահլիճը ամբողջությամբ հիմնանորոգվել է, գույքով կառավարվել է եւ նաեւ ջեռուցման արդիականացման ծրագիր է իրականացվել դպրոցում եւ մարզադահլիճի ջեռուցման համակարգերն են անցկացվել շուրջ 8.5 միլիոն դրամի շրջանակներում ստացվել է շատ լավ որակյալ մարզադահլիճ, մինչ այս մարզադահլիճը նորոգման խիստ կարիք ուներ, հատակը ամբողջությամբ փայտից էր, տեղ-տեղ կոտրված, փտած, այժմ ամբողջությամբ վինիլային հատակով ամուր լավ որակի վերանորոգում է իրականացվել, ինչը շատ կարևոր է մեր աշակերտների իրենց սպորտային մարզումները, ֆիզկուլտուրայի առարկան այստեղ ավելի պատշաճ իրականացնելու համար եւ ինչպես գիտեք, առողջ մարմնում առողջ հոգի եւ մենք այդ ամեն ինչը կարող ենք ասել, որ այս դպրոցում արդեն ներդրված է եւ այսպիսի դահլիճներ եւ մարզադահլիճներ մեր մյուս բոլոր դպրոցներում ժամանակի ընթացքում կամաց պետք է բոլոր դպրոցները ունենան եւ այդ process-ը կառավարությունը իրականացնում է, այսինքն յուրաքանչյուր դպրոցում եւ մարզադահլիճներ եւ հանդիսության դահլիճները կյանքի են կոչում, վերանորոգվում են, հիմնանորոգվում են եւ մենք այս առումով արդեն քիչ ամենացել, որ բոլոր դպրոցները հագեցած լինեն այսպիսի կառավարված եւ վերանորոգված մարզադահլիճներով։ Ապարան խոշորացված համայնքի երիտասարդի վարչական ղեկավար։ Գազի համար ասեմ հետեւյալը, գազաֆիկացվելը գյուղ է։ Հիմնականում կատարվել է աշխատանքները համայնքապետարանի կողմից եւ կառավարության սուբվենցիոն ծրագրով։ Աշխատանքները կատարվել է արդեն սկսել են գյուղացիները գազ տանել իրաց տները, այդ աշխատանքներն էլ սկսվել ամբողջ գազի ցանցը, ներքին ցանցը, արտաքին ցանցը հանձնվել է Գազպրոմին, արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Ունես որ արդեն ժողովուրդը գազի հույսը 100% ունի ու արդեն քաշում են, ներքևի թավերը արդեն սկսվել է գազաֆիկացման աշխատանքները։ Մնացածն է շարունակական։ Նաև ավելացնեմ, որ համայնքը գտնվում է անտառամերձ գոտում, ժողովրդի համար շատ կարևոր էր գազը, երկար տարիներ չի եղել գազ, որպեսզի խուսափենք անտառի ատոմներից եւ բնակիչները շատ փայտի եւ այլի ծախսերը քչանա, կատարվել է գազաֆիկացման աշխատանքներ։ Կառավարության եւ համայնքի կողմից ներդրված գումարը մոտ 260 միլիոն դրամի աշխատանքներ է կատարվել, այսօր նաև այդ գազի շնորհիվ բնակիչներ կան, որ արդեն հացի փուռա եւ այլ տնտեսությունները զարգացում են նաև այդ ուղղությամբ օգտագործելով բնական գազը։ Նաև կարող եմ ավելացնել, որ այդ սուբվենցիոն ծրագրով կատարվել է մեծ ասֆալտապատման աշխատանքներ։ Մենակ անցած տարի 1 կիլոմետր 50 մետր ասֆալտապատման աշխատանք է կատարել, նախորդ տարի նույնպես էլի կատարվել է։ Այս մի 3 տարի անդադ ասֆալտի աշխատանքները կատարվել էլի սուբվենցիոն ծրագրերով համայնքի ներդրումով։ Այժմ մենք գտնվում ենք Արագածոտնի մարզի Աբարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում։ Ուզում ներկայացնեմ այս գեղեցիկ դահլիճը, որը կառուցվել է կառավարության հրատապ ծրագրի շրջանակներում։ Ընդհանուր շինարարական աշխատանքների համար հատկացվել է շուրջ 18 միլիոն դրամ եւ եւս 1 միլիոն դրամ գույքի համար։ Ընդհանուր առմամբ շատ որակով գեղեցիկ լուսավոր մեծ մարզադահլիճ է ստացվել, այստեղ երեխաները կարող են իրենց ֆիզկուլտուրայի դասերը, մարզումները պատշաճ իրականացնեն եւ ուզում նաեւ նշեմ, որ եւս մեկ ծրագրով դպրոցի բակը ամբողջությամբ ասֆալտապատվել է, դրա համար եւս ծախսվել է շուրջ 6 միլիոն դրամ։ Դպրոցում կան էլի աշխատանքներ, որոնք պետք է իրականացվեն,
այս պայն այդ աշխատանքների կարիքների հավաքագրման փուլում ենք եւ մարզպետի հանձնարարությամբ կարիքները հավաքագրելուց հետո կներկայացվեն եւ ուսումնասիրությունից հետո ընդհանրապես մյուս ծրագրերը եւս իրականություն կդարձնեն։ Շատ կարեւոր է, որ մեր մարզի բոլոր դպրոցները եւ միջնակարգ եւ հիմնական դպրոցները ստացել են ԳՄՍ նախարարության կողմից այսպիսի գեղեցիկ եւ որակյալ հեծանիվներ, շատ կարեւոր է որ մեր դպրոցները ունեն նոր հեծանիվներ եւ երեխաները նաեւ կարողանան իրենց ֆիզկուլտի դասաժամերին հեծանիվ քշել սովորեն, հեծանիվով զբաղվեն եւ նաեւ մարզում իրականացված մրցույթները նաեւ հեծանիվային մրցույթներ իրականացան, որտեղ դպրոցի աշակերտները հնարավորություն կան նոր հեծանիվներով մասնակցել այդ կազմակերպված մրցույթներին։ Ինչպես նաև վարչապետի գավաթները իրականացում հեծանիվային եւ երեխաները եւ դպրոցները այժմ ունենան նոր հեծանիվներ, որոնցով կարող են մասնակցել ցանկացած մրցման։